արդեն շարունակվի հայտարարություններ Սիրելի ընկերներ, բարի երեկո մեզ շատ սիրող եւ հատկապես չսիրող մարդիկ, եթերում է ամենաօբյեկտիվ եւ ամենաանաչառ դասական լրագրության մեռած առաջին քրեակահաղական ոդքասթը։ Սիրելի ընկերներ, այսօր այս բառերը կարող էին հնչել քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Ազգեն Սահաթելյանի կողմից հենց այստեղ, սակայն ցավոք սրտի Ինչպես գիտենք, գործող ռեժիմը շինծու քրեական հոդվածով կալանավորել է հիմնեմնի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Ազգեն Սահաթելյանի։ Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Եվ մենք այսօր այստեղ հավաքվել ենք, որպեսզի մեր բողոքը արտահայտենք ռեժիմի կողմից դասական բռնաճնշումների եւ քաղաքական հալածանքների համատեքստում։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին Փարիզում ընդունվեց մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հռչակագիրը։ Հռչակագիր, որը որ երաշխիք է մարդու իրավունքների պաշտպանության բազմաթիվ երկրներում։ Այս օրը բազմաթիվ երկրներում, որտեղ առկա են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներ, տեղի են ունենում բողոքի բազմապիսի ակցիաներ եւ բարձրաձայնում են մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իրենց ձայնը։ Բացառություն չէ նաեւ Հայաստանը։ Այսօր եկեք ինքներս մեզ հարց տանք. արդյոք Փաշինյանական ռեժիմի օրոք պաշտպանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները։ Բնականաբար ոչ։ Ինչպես նշեցի, մոտ 1 ամիս առաջ ռեժիմի կողմից կալանավորվեցին հիմնեմնի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Ազգեն Սահաթելյանը։ Դա տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին։ Նույն ժամանակ նաեւ ուժայինները ներխուժեցին Անտիֆեյք-ի գրասենյակ եւ տեղի ունեցավ խուզարկություն, առգրավեցին մեդիայի ողջ տեխնիկան։ Հիմնեմնի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Ազգեն Սահաթելյանը կալանավորվել են ընդհանրապես իրենց քաղաքական հայացքների համար, քաղաքական սուր քննադատության համար եւ իշխանությունների հանդեպ իրենց ընդդիմադիր կեցվածքի համար։ Նրանք կալանավորվել են, որովհետեւ պատասխանել են ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Իսկ Նարեկ Սամսոնյանը ուշադրություն կալանավորվել է ընդհանրապես հետույք բառը արտասանելու համար։ Սա ուղղակիորեն չլսված աբսուրդ է։ Վերջին շրջանում մենք նաև ֆիքսում ենք, որ գործող ռեժիմի կողմից հստակորեն հետապնդվում են իրենց քաղաքական հայացքները չկիսող ընդդիմադիր գործիչներ, նաև հոգևոր դասի, բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Բանտերում էին Միքայել Սրբազանը, Բագրատ Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը եւ վերջերս նաև կալանավորվեց Արշակ Սրբազանը։ Բանտերում են նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանը, Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը եւ տասնյակ այլ քաղաքական բանտարկյալներ, ովքեր այսօր գտնվում են կալանավայրերում շինծու քրեական հոդվածներով։ Բայց ինչպես տեսնում ենք, ռեժիմը չի բավարարվում ընդհանրապես կալանավորելով։ Ընդհանրապես օրեր առաջ
դիմակավորված անձինք հարձակվեցին քաղաքական գործիչ, ընդդիմադիր գործիչ Միրան Հակոբյանի վրա։ Փաստացի մենք ֆիքսում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական վարչախումբը կառուցում է դասական ավտորիտարիզմ, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Փաշինյանական վարչախումբը թիրախավորել է իր քաղաքական հակառակորդներին, թիրախավորել է մեր ազգային արժեքները, թիրախավորել է հայ առաքելական եկեղեցուն եւ շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Եվ նորից եմ կրկնում, մենք այսօր այստեղ ենք հավաքվել, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք ընդդեմ ռեժիմի ապօրինությունների եւ կամայականությունների։ Ազատություն Հայաստանում բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Ազատություն, ազատություն, ազատություն։ Սիրելի ընկերներ, մենք շարունակում ենք մեր պերֆորմանսի տիպի բողոքի ակցիան եւ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն գրառումներ կատարել մեր ամոթի պատին, կարող են հանգիստ абսուրդի պատին, կարող են հանգիստ մոտենալ եւ մնացեք մեզ հետ, մենք շարունակում ենք մեր ակցիան։ Չեմ կարա դա բառ ասել, բայց բառ